Նայրիցիները շարունակում են կառավարությունից պահանջել իրենց չվճարված պարտքը։ Այսօրվանից նրանք կառավարության դիմաց 2 օր նստածույց են անելու։ Այս անգամ վերջիններս պահանջում են ոչ միայն վճարել իրենց ամբողջ աշխատավարձը, այլև վերագործարկել Նայրիտը եւ վերականգնել կրճատված աշխատուժը։ Եթե համախմբված միահամուռ հավաքվեցիք, մենք ուժ ենք, մեզ կլսեն։ Մեր նստածույցի ժամանակ հաստատ կմոտենան եւ հանդիպում կպահանջեն։ Նստենք, մեզ գոնե հանդիպում կայացնեն, մեզի պատասխան տան, գոնե յոգի։ Մենք չենք հավատում, միշտ ամեն անգամ բացասը, ամեն անգամ պարոն նախագահ եւ պարոն վարչապետը ամեն անգամ ասում են ամեն լավ անելու, ամեն նորմալ լինելու, բայց ոչ մինչև հիմա դրական պատասխան չեն։ 40 տարի աշխատել եմ ու մի անգամից հանել են 18 ամսվա աշխատավարձ առանց վճարելու։ Ինչպես հայտարարել էինք, նախազգուշական նստածույց ենք անցկացնում այսօր եւ վաղը։ Պահանջը ամբողջական մարումն է աշխատավարձի պարտքի եւ Նայրիտ գործարանի վերագործարկում։ Պահանջը պարտքի մարում եւ գործարանի անպայման վերագործարկում։ Երեկ էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ աշխատավարձերի վճարման գործընթացն արագացնելու համար։ Ժամկետներ նշելը բավականին պատասխանատու բան է այսօր ստեղծված իրավիճակում, որ քանի ամիս հետո մենք կարող ենք ամբողջ աշխատավարձի հարցը լուծել եւ աշխատավարձ վճարել բոլոր աշխատակիցներին, աշխատող եւ չաշխատող աշխատակիցներին, բայց ես հույս ունեմ, որ մինչեւ տարվա վերջ մենք կարող ենք հավանաբար հնարավորություններ կստեղծվեն աշխատավարձի, ամբողջ աշխատավարձի հարցը լուծել։ Աշխատանքային խմբի հետ կայացած բոլոր հանդիպումների ժամանակ նախարարը պնդել է, որ եթե միջպետական բանկը Նայրիտը գրավից հանի, ուրեմն ամենակարճ ժամկետում առավելագույնը 1-2 ամիսների ընթացքում առավելագույնը ձեր ամբողջ պարտքը կփակվի։ Հիմա ինչ պատահեց, որ ձգվում են մինչև տարեվերջ։ Մենք դրա հետ համաձայն չենք։ Միանշանակ։ Ճիշտ եմ ասում։ Մենք դրա հետ համաձայն չենք եւ պնդում ենք, որ 1-2 ամիսների ընթացքում պետք է մարվի մեր աշխատավարձի պարտքը ամբողջությամբ։ Համաձայն Երվանդ Զախարյանի հրապարակած թվերի Նայրիտի վերագործարկման համար անհրաժեշտ է 250-ից 350 միլիարդ դրամի գումար, եւ եթե անգամ այն կրկին շահագործվի, ապա նրա արտադրանքն այսօր արդեն մրցունակ չէ միջազգային շուկայում։ Տարբեր կարծիքներ կա, դա համաշխարհային բանկի կարծիքն է պարոն Զախարյանի եւ երևի իր անձնական կարծիքը։ Մեր գործարանի մասնագետների կարծիքով 60-ից 70 միլիոն դոլարով կարելի է Նայրիտը գործարկել եւ շահութաբեր աշխատել։ Նայրիտ գործարանի հետագա վերագործարկումը, շահագործումը գտնում են ոչ նպատակահարմար։ Դա բոլորովին չի նշանակում, որ այդ հարցով չզբաղվել, վերջնական որոշող է կառավարությունն է հետագա ճակատագրի։ Նայրիտը չի կարող չաշխատել։ Նայրիտի վերաբերյալ, Նայրիտի վերագործարկման վերաբերյալ նախարարի երեկվա հայտարարությունը նույնպես վիճահարույց է։ Նայրիտի արտադրանքը իրացվել է գրեթե ամբողջ երկրագնդով 1։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայում, եվրոպական երկրներում, Պարսկաստանում, Վրաստանում, Ռուսաստանում բնականաբար, այսինքն իրացման խնդիր Նայրիտի արտադրանքը երբևէ չի ունեցել։ Հիշեցնենք, որ այս տարիների ընթացքում ինչ Նայրիտը չի շահագործվել, կուտակվել է շուրջ 5.5 միլիարդ դրամի պարտ։ Պարտքի կուտակումը կանխելու նպատակով 2014 թվականի նոյեմբերից 1000-ից ավելի աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից։ Այս նստածույցի պահանջներից մեկը աշխատակիցների Նայրիտում կրկին աշխատանքի անցնելն է։